Սիրված դերասան Կարեն Ասլանյանն արդեն տևական ժամանակ է ինչ չի նկարահանվում նախագծերում, չնայած մի քանի շաբաթ առաջ տեղեկացրեց, որ շատ շուտով վերադառնալու է միանգամից մի քանի նախագծերով։ Դեռ որ նախագծերում է հանդես գալու հայտնի չէ, սակայն նրա երկրպագուներն ու հետևորդները հույս ունեն, որ կրկին նրան տեսնելու են հեռուստաէկրաններին գլխավոր կերպարներով։ Նշենք, որ Կարեն Ասլանյանի ծնողները ցանկանում էին, որ դերասանը բժիշկ դառնար, բայց նա ընտրեց դերասանի մասնագիտությունը։ Ինչու կայացրեցիք այդ որոշումը չեք զղջում հարցին դերասանը պատասխանել է. Ծնողներս տրամադրված էին, որ ընտրեմ այլ մասնագիտություն, դառնամ բժիշկ կամ իրավաբան, բայց ես մեկ օրվա մեջ կողմնորոշվեցի և որոշեցի ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Ընդունվելուց հետո ընտանիքումս խնդիրներ չեղան, սերիալներում նկարահանվելուց հետո էլ ծնողներս հասկացան, որ երևի թե չեմ սխալվել ընտրությանս հարցում, բարեբախտաբար չեմ զղջում, որովհետև ամեն ինչ դեռ լավ է, կարծում եմ հետագայում էլ չեմ զղջա։ Ապագայում եթե դադարեմ զբաղվել դերասանությամբ, ապա կընտրեմ բիզնեսը։ Ինչու ընտրեցիք հենց դերասանի մասնագիտությունը։ Դեռ փոքրուց սիրել եմ լինել ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ հիմնականում դա էր պատճառը, որ ընտրեցի այս մասնագիտությունը։ Հիշում եմ, որ փոքր ժամանակ տատիկիս հետ գնում էի թատրոն ներկայացումներ դիտելու, ինձ գրավում էր դա, ուզում էի լինել դերասանի փոխարեն և խաղայի կերպարը իմ ձևով։ Բարի նախանձը միշտ իշխում էր ինձ, երբ Հայաստանում սկսեցին նկարել հեռուստասերիալներ, ավելի ոգեշնչվեցի, հասկացա, որ բացի թատրոնից կա սերիալ, որտեղ կարող եմ ներգրավել ու շարունակել կարիերաս գեղարվեստական ֆիլմերում և թատրոնում։ Սիրված դերասանին այն հարցին, թե որն է ձեզ ավելի հոգեհարազատ, բեմը թե տեսախցիկը, նա պատասխանել է. եթե թատրոնը հայրն է, ապա ֆիլմը մայրն է կամ թատրոնը մայրն է, ֆիլմը հայրը։ Դրանք տարբեր հոգեվիճակ են։ Ֆիլմում դու կարող ես դերիդ վրա աշխատել և նկարել ստացվածը, իսկ թատրոնում չունես սխալվելու իրավունք։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ թատրոնից առաջարկներ ստացել եք, բայց ժամանակի սղության պատճառով մերժել եք, ինչու եք կարևորել սերիալը։ Թատրոնում աշխատավարձերի ցածր լինելն ինչքանով են ազդվել մերժման վրա։ Երբևիցե ֆինանսական խնդիր չեմ ունեցել ոչ մի առումով։ Ֆինանսական վիճակը երբեք ինձ չի դրդել նրան, որ ինչ-որ մի բանից հրաժարվեմ։ Փառք Աստծո, բացի մասնագիտությունը զբաղվում եմ նաև այլ գործով, որով կարողանում եմ գումար վաստակել։ Թատրոնի առաջարկից հրաժարվելը զուտ հեռուստասերիալում խիտ գրաֆիկ ունենալու պատճառով էր։ Ներկայացում խաղալն ավելի բարդ է, քան հեռուստասերիալում խաղալը։ Թատրոնում պետք է անընդհատ գնալ փորձերի, աշխատել ինքդ քեզ վրա, իսկ սերիալում այդպես չէ։ Ժամանակի սղության պատճառով չէի կարող համատեղել, իսկ ես եթե մի բան անում եմ, պետք է լավ անեմ, նշել էր նա։ Ամեն դեպքում առաջարկներ ստանալիս հաշվի առնու՞մ եք վարձատրության չափը։ Մոտ 2 տարի առաջ ոչ, բայց հիմա միանշանակ հաշվի եմ առնում։ Այն ժամանակ ինձ պետք էր նկարահանվել, պետք էր երևալ։ Այժմ գումարի չափը հաշվի եմ առնում, քանի որ եթե չլինի բյուջե, ֆիլմն էլ չի կարող լավ որակի արտադրանք լինել։ Նշենք, որ առաջնորդները հեռուստասերիալի նկարահանման ընթացքում Կարեն Ասլանյանը բաժանվեց իր ընտրյալից այն հարցին, թե ինչն էր պատճառը, դերասանը պատասխանել էր. երևի թե չհասկացանք իրար, այն մարդիկ, որոնք ունեն ընտրյալ, կուզեմ զիջող լինեն, եթե չզիջես հարաբերություններում, շարունակությունը լինել չի կարող։ Զուտ մեր սկզբունքներն էր պատճառը, որ բաժանվեցինք։ Այդ ընթացքում դերասանը պատմել էր սիրելիի մասին, նշելով, որ նրա հետ ծանոթացել է օդանավակայանում, ինչպես ֆիլմերում է լինում, շատ պատահական, նա մեկնում էր արտերկիր, ծնողներին այցելության մեծ ցանկություն ունեցա իմանալ ով է նա։ Պատմել էր դերասանը, հավելելով, որ առաջին հանդիպումից հետո շփումը շարունակել են սոցիալական ցանցի միջոցով, ինչին հաջորդել են հանդիպումները։ Այդ ընթացքում նույնիսկ նրանք որոշել էին օրինականացնել իրենց հարաբերությունները և այդ մասին դերասանը նշել էր հարցազրույցներից մեկում, բայց ամեն ինչ այդպես չընթացավ, ինչպես նախատեսել էր դերասանը։ Բավական երկար ժամանակ սիրված դերասանն այլևս անձնական կյանքին վերաբերող հարցազրույցներ չէր տալիս ու չէր խոսում սիրելի ունենալու կամ սիրելիից բաժանվելու լուրերի մասին։ Ի ուրախություն նրա երկրպագուների ու հետևորդների 2025 թվականի հունվարին տեղի ունեցավ նրա ու սիրելիի հարսանեկան արարողությունը, նա մինչ այդ երբեք չէր նշել, որ սիրելի ունի։
Հունվարի 4-ին Կարեն Ասլանյանը Կիպրոսում ամուսնացավ 27-ամյա Աննա Ասլանյանի հետ։ Զույգը ԶԱԳՍավորվել էր դեռևս դեկտեմբերի 16-ին։ Կարենի ու Աննայի հայաստանյան հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենար փետրվարի 9-ին։ Այդ նույն հարցազրույցում նա նշել էր, որ մեծ ու շքեղ հարսանեկան արարողություն են որոշել անել, բայց թե ինչն էր պատճառը, որ տեղի չունեցավ հայաստանյան հարսանեկան արարողությունը, դեռ պարզ չէ։ Նշենք, որ Կարեն Ասլանյանի կինը Աննան երկար տարիներ ընտանիքի հետ բնակվում է Նիդերլանդներում, այնտեղ ունի գեղեցկության սրահ։ Ամուսնությունից հետո նա տեղափոխվել է Հայաստան և կշարունակի աշխատել այստեղ։ Կարենն ու Աննան հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի Life Room սեր հաղորդմանն ու խոսել ամուսնությունից։ Կարենը պատմել էր նաև խաղատներ գնալու և Աստվածաշունչ կարդալով փոխվելու մասին։ Միասին ենք ամռանից, հուլիսից, շատ պատահական ենք ծանոթացել, այնուհետև շփվել ենք համացանցով։ Մոտ 2-3 ամիս միմյանց ճանաչելուց հետո կրկին հանդիպել ենք։ Աննան եկավ Հայաստան, հանդիպեցինք, շփվեցինք ու նորից վերադարձավ Նիդերլանդներ։ Մեր բաժանումը տևում էր 15-20 օր։ Ես զբաղված էի, չէի կարողանում գնալ, Աննան գալիս էր Հայաստան։ Մեզ Աստված է միավորել։ Ամեն ինչ ստացվեց Աստծո կամքով։ Ընտանիք կազմելուց հետո էլ մեր կյանքը շարունակվում է ավելի գունավոր ու գեղեցիկ։ Ինձ համար շատ կարևոր էր ընտրյալիս անցած ճանապարհը, բարոյականությունը, դաստիարակությունը և հայեցիությունը։ Աննային ընտրել եմ թե մտքով, թե սրտով։ Աննան շատ փակ, խաղաղ ու հանգիստ մարդ է։ Կարողանում է ինձ բալանսավորել։ Շատ կարևոր է, որ կողքիդ կինը քեզ հասկանում է և դուք ներդաշնակ եք։ Ամեն ինչ շատ արագ դասավորվեց, հենց նրան տեսա, ասացի ինքն ա ու վերջ։ Ունեցել ենք բարդ շրջան, բայց հիմա Աստծո կամքով ամեն ինչ շատ լավ է։ Շատ վիրավոր ու բաց տեղեր ունեի, որոնք լցվեցին ու բուժվեցին Աննայի շնորհիվ։ Մի գեղեցիկ արտահայտություն կա՝ երջանկությունը լռություն է սիրում։ Այդ պատճառով էլ գաղտնի էինք պահել մեր հարաբերությունները։ Միշտ ուզում եմ կողքիս աղջիկը ճանաչված չլինի։ Հետ ամնած չեմ, պարզապես այդպիսի ցանկություն եմ ունեցել ու այդպես է ստացվել։ Երկու եղբայր ենք, հայրս ասում է վերջապես մեր տուն լույս եկավ։ Որոշել եմ Հայաստանում ևս Աննայի համար գեղեցկության սրահ բացել, բայց միայն աղջիկների համար, քանի որ շատ խանդոտ եմ։ Դերասանը խոսել էր նաև դժվարությունների և դեպի Աստված գնալու մասին։ 11 տարի անդադար եթերում եմ եղել, գլխավոր դերեր, երգեր, տեսահոլովակներ։ Ես անընդհատ տալիս էի հանդիսատեսին ու հեռուստադիտողին իմ էներգիան և ներսս դատարկվում էր ու լցնող չկար։ Վերջին տարիներին իմ կյանքում ոչինչ չէր ստացվում, թե բիզնեսում, թե անձնականում։ Ամբողջությամբ սպառվել էի, չգիտեի ամեն ինչ թողնել, գնալ, թե մնալ։ Որոշեցի գնալ Մոսկվա, բայց հասկացա, որ տեղանքն ինձ չի փոխի, պետք է ինքդ քեզ փոխես։ Մի անգամ մի քանի օրով Մոսկվայից Հայաստան էի եկել, մայրս ասաց Աստվածաշունչ կարդա։ Կարդացի, սկզբում շատ դժվար էր, կարծես չարը չթողներ, որ կարդայի ու հասկանայի։ Սկսեցի նույն բանն այնքան կարդալ, մինչև հասկանամ։ Աստվածաշունչ կարդալով հարցերիս պատասխանները ստացա, ապավինեցի Աստծուն ու ինձ մոտ ամեն ինչ ստացվեց։ Ձեռքերիս գործունքներ կային, բոլոր հնարավոր միջոցներին դիմել էի, չէր անցնում, երեք օրում աղոթքով անցավ։ Մեկ անգամ եմ հայտարարել, որ ունեմ ընկերուհի։ Այդ ժամանակ 20 տարեկան էի։ Մեր համատեղ կյանքը չստացվեց և հասկացա, որ անձնականը պետք է փակ մնա։ Չեմ ցանկացել անձնականս հանրայնացնելով ինքնահաստատվել։ Ինքնահաստատվել եմ իմ տաղանդով, շնորհքով և ինքս ինձանով։ Նախկինում անձնականս չէր ստացվում, որ հանդիպեմ Աննային։